Այդ շարունակելով Python-ի փոփոխականի նվիրված խնդիրների դիտարկումը, եկեք միասին դիտարկենք եւս մի քանի խնդիրներ։ Առաջին խնդիրն հետեւյալն է, ասում է, ուրեմն դասարանում կան S քանակությամբ ուսանողներ եւ կա A քանակությամբ խնձորներ։ Ուրեմն խնդիրը պահանջում է վարվել հետեւյալ կերպ, այդ A քանակությամբ խնձորները բաշխել այդ S ուսանողների վրա եւ արդյունքում ինչ որ տակը կմնա հավասարաչափ պետք է բաշխվի եւ արդյունքում ինչ որ տակը մնաց դա էլ պետք է փոխանցենք արդեն ուսուցչին։ Հիմա ոնց է այդ խնդիրը իրենց ենթադրում։ Տեսեք, դասում կա 7 աշակերտ եւ 30 հատ խնձոր։ Ուրեմն այդ 30 հատ խնձորից մենք ամեն աշակերտին կարանք 4 հատ խնձոր տանք, այսինքն երբ 7-ին 4 հատ խնձոր տաս, նշանակում է ըստ էության մենք 28 հատ խնձոր արդեն բաշխեցինք եւ արդյունքում մնում է 2 հատ խնձոր, որ այդ 2 հատ խնձորները ինչ որ տակը մնաց, պետք է փոխանցենք արդեն ուսուցչին, որտեղ այդ 2 հատը 7 հոգուն հավասարաչափ բաշխել մենք չենք կարող։ Խոսքը ամբողջական բաշխման մասին է։ Ուրեմն ծրագիր աշխատանքում ստանում է S-ն ու A-ն եւ պետք է համապատասխանաբար ասենք թե ամեն աշակերտին ինչքան է խնձոր տրվել եւ որքան խնձոր է մնացել, որ պետք է փոխանցվի արդեն ուսուցչին։ Դե եկենք անցնենք իրականացման, ուրեմն առաջին հերթին S-ը, որը կլինի աշակերտների քանակը, հավասար է int input այսպես եւ հաջորդը խնձորների քանակն է, n հավասար է էլի int input։ Սրանք այն արժեքները, որոնք որ ներմուծվելու են։ Շատ լավ, ուրեմն հաջորդի պետք է ինչ անենք, այդ A հատ խնձորները բաշխենք հավասարաչափ S ուսանողների վրա։ Դա ոնց կարանք իրականացնել։ Եթե ես A-ն ամբողջ մասով բաժանեմ S-ի, չի նշանակում, որ ես A-ից հանում եմ այն թիվը, որը որ ես կարամ հավասարաչափ բաշխեմ բոլոր ուսանողներին։ Այսինքն, եթե օրինակ 30-ը ես բաժանեմ 7-ի վրա ամբողջ մասով, ստանալու եմ 4, չէ՞, նշանակում է ես ամեն մեկին կարամ 4 հատ խնձոր փոխանցեմ։ Հետաբար եկեք բարվենք այդպես print անենք an ամբողջ մասով բաժանած S, որը կտա թե ամեն ուսանողին քանի հատ խնձոր է տրվել եւ տակը ինչքան որ մնացել է, դա նշանակում է A տոկոս S։ A տոկոս S-ը նշանակում է I վրա S-ը որ բաժանցինք, մնացորդը բաժանում կատացինք, արդյունքը ինչ ստացանք։ Այս է այդ արդյունքն է մեզ տալու։ Շատ լավ, եկեք աշխատացնենք սա, ուրեմն աշխատացներում գրենք Python ֆայլի անուն main2.py ու սեղմում ենք enter։ Հիմա տեսեք, ունենք 7 ուսանող եւ ունենք 30 հատ խնձոր։ Տեսեք, տվեց 4 եւ 2, այսինքն ես ամեն մեկին 4 խնձոր կարող եմ տալ եւ արդյունքում 2 խնձոր մնում է, որը փոխանցելու եմ ուսուցչին, որտեղ այդ 2 խնձորը ես 7 հոգու մեջ չեմ կարող բաշխել։ Այդ ինչքանը որ մնում է տակ, որ ես չեմ կարող բաշխեմ, դա մնացորդի գաղափարն է, իսկ ինչքանը որ ես կարամ հանեմ, դա արդեն գալիս է ամբողջ մասին խոսքը, որն է նշանակում է, որ ամեն մեկին այդքան տրվելու է։ Այսքան այս խնդրի հետ կապված, անցնենք առաջ։ Ուրեմն այս խնդիրը իրենց ինչա ենթադրում։ Ասում է, ստանում ես քառանիշ թիվ եւ դու պետքա տպես այդ քառանիշ թվի մեջտեղի երկու սիմվոլներ։ Այսինքն, եթե ես օրինակ ստացել եմ 1234, պետքա տպեմ այստեղ 23, այսինքն 2-ն ու 3-ը։ Այս թվի համար 1298-ի դեպքում ես պետքա տպեմ 2-ն ու 9-ը։ Եվ այսպես մնացած բոլոր դեպքերի համար։ Դե եկեք անցնենք իրականացմանը, սա մակրո է։ Ուրեմն ծրագրի աշխատանքի ընթացքում ստանում եմ ինչ որ թիվ, չէ՞։ Նամը հավասար է int input։ Այսպես։ Հիմա այս թիվը ստացանք, ես պետք է այս թվի կենտրոնական մասը տպեմ։ Ինչա՞ սա ինձ ենթադրում։ Տեսեք, եթե օրինակ ներմուծվեի 1 2 3 4։ Այս 1 2 3 4-ի դեպքում ես պետք է ստանամ 23։ Իսկ 23 ստանալու համար նշանակում է, ես պետք է 4-ից ազատվեմ եւ ազատվեմ 1-ից։ Ուրեմն դա վարվենք դա իրականացնելով վարվենք հետեւյալ կերպ։ Եկեք նամի վերջի սիմվոլը ջնջեք։ Իսկ նամի վերջի սիմվոլը ջնջել նշանակում է նամը ամբողջ մասով բաժանենք 10-ի վրա։ Եվ այս արդյունքը մենք կարանք պահենք հենց նամ անունով փոփոխականի մեջ, այսինքն գրեմ նամը հավասար է նամ բաժանած 10-ի։ Հիմա տեսեք, այստեղ այս կետում նամը քառանիշ թիվ է, քառանիշ թիվը բաժանեցի ամբողջ մասով 10-ի, ստանում եմ եռանիշ թիվ, որովհետև վերջի սիմվոլը ջնջվում է, այսինքն 1234-ը ես բաժանեցի 10-ի, կստանամ 123։ Այդ 123-ը ես վերագրում եմ նամի, արդեն այս կետից սկսած նամի արժեքը լինելու է 123, դառնալու է եռանիշ թիվ։ Եվ ինձ պետք է 123-ից արդեն տպեմ վերջի երկու սիմվոլը։ Հետեւաբար կարամ այստեղ print անեմ նամ տոկոս 100-ը։ Տոկոս 100-ի դեպքում հիշենք, որ ինքը այսինքն 100-ի վրա բաժանած մնացորդը տալիս է վերջի երկու սիմվոլը։ Եթե բաժանեմ 10-ի վրա մնացորդը, կստանամ վերջի 1 հատ սիմվոլը։ Ինձ այս դեպքում պետք է վերջի երկու սիմվոլը։ Հետեւաբար վարվում ենք հետեւյալ կերպ։ Բայց բացի սա, ես կարի դիմացի սիմվոլներ ջնջեի։
Լավ, եկեք ուրեմն սա աշխատացնենք։ Ես ընտրեցի այս տարբերակը ու ներմուծենք թիվը 1 2 3 4։ Տեսեք տվեց 23։ Եվս մեկ անգամ աշխատացնենք, ներմուծենք մեկ այլ թիվ։ Էլի տվեց 23, որովհետև միջուկը 23 էր։ Եկեք մի հատ էլ աշխատացնենք մեկ այլ օրինակի վրա։ Այստեղ է կտա 89։ Այսքանը այս խնդրի հետ կապված, անցնենք առաջ, հիմա միասին դիտարկենք հաջորդ խնդիրը։ Ուրեմն հաջորդ խնդիրն ասում է հետևյալը. դու մուտքում ստանում ես րոպեների քանակը, քեզ ինչ որ րոպեների քանակ տվում, դու ենթադրենք տվեց այսքան րոպե։ Դու պետք է այսքան րոպե ներկայացնես ժամ րոպե տեսքով, այս տեսքով պետք է ներկայացնես։ Եկեք ուրեմն անցնենք իրականացմանը, սա մակրո է։ Okay, լավ, եկեք գրեմ նամը, այլ արժեքներ մոտում հավասար է int input այս նամը որ գրում ենք կամ ստեղ x-եր, y-z որ գրում ենք, սա փոփոխական անուն է։ Ինչ ուզենք կարող ենք հանգիստ նույնիսկ գրենք։ Այսպես ներմուծվեց րոպեների քանակը։ Հիմա այդ րոպեների քանակը ես պետքա բան անեմ, ներկայացնեմ ժամ եւ րոպե տեսքով։ Եկեք հասկանամ ընդհանրապես այս րոպեների քանակը որ ներմուծվեց, քանի ժամ է։ Դա հասկանալու համար ես այդ րոպեների քանակը ամբողջ մասով բաժանում եմ 60-ի։ Այսինքն իրենից ինչքան 60 կարամ փոկեմ, այդ ցույց է տալիս թե ինձ իր մեջ քանի ժամ կա։ Եվ արդեն մնացորդով որ բաժանեմ 60-ի վրա, ինքն էլ ստալի է րոպեների քանակը։ Հետեւաբար եթե ես print անեմ, տեսեք այստեղ print անեմ hours եւ նամը մնացորդով բաժանած 60-ի, այսպես մնացորդով բաժան 60։ Սա նշանակում է թե տակը որքան է մնացել, որքան որ մնացել, նշանակում է ժամը չի լրացել, այսինքն դա մնացած է, որ ինչ որ տակը մնացել, դա րոպեների քանակն է։ Սա էլ ինձ կտա րոպեների քանակը, բայց սա թերի է, մենք դեռ չենք վերջացել, նախ ինքը ասում էր, որ պետքա ժամի տեսքով ներկայացնել, այսինքն եկեք ստեղ իրանք separate անեմ, իրենց տարանջատեմ այս վերջակետ տարբերակով, այսպես, որ այս տեսեք միջանկյալ հատվածում սա կա։ Եվ այստեղ ուշադրություն դարձեք, ուզում եմ հենց միանգամից այս արժեքով էլ աշխատացնեմ, որտեղ տեսեք ժամը ասում է 23-ից 59-ա վերջինը։ Այսինքն հնարավոր է օրինակ րոպեների քանակ այնքանի, որ իր մեջ ենթադրենք լինի 27 հատ ժամ։ 27 հատ ժամը նշանակում է արդեն 1 օրը պատտվել է, նշանակում է այդ 24-ը մենք պետքա անցնենք։ Այդ 24-ը պետքա իր միջից հանենք։ Դա հեսա կհասկանանք ոնց ենք անում։ Հիմա եկեք սա աշխատացնենք, 2096 պետքա ներմուծեմ։ Ինչ խնդիր տվեց, դեռ ինչ։ Հա, separate-ի մոտ ստորագրերը բաց են թողը։ 96։ Հա, տեսեք, տվեց 34 ժամ 56 րոպե, չէ, բայց 34 ժամ ասված գոյություն չունի։ Այդ նշանակում 34 ժամից այդ օրը պետք է ես դուրս հանեմ։ Դրա համար այս արդյունքը մնացորդով բաժանում եմ 24-ի վրա, որ ես կարողանամ ոնց որ այդ 24-ները միջից հանեմ, տակը ինչ մնում, այնց դա է պետք։ Հիմա նույնիսկ աշխատացնեմ, էլի 2096, տեսեք 1056։ 1056, այն ինչ որ պետքա ստանենք։ Այսքան էլ այս խնդրի հետ կապված, եկեք անցնենք առաջ։ Ուրեմն հաջորդ խնդիրը հետևյալն է, այստեղ ներկայացված է արդեն թվաբանական պրոգրեսիան հաշվում են այս բանաձևով կամ այս բանաձևով։ Տվյալ դեպքում մեր խնդրում ենք ստանալու ենք a1-ը, d-ն եւ n-ը ու օգտվելով այս բանաձևից պետք է հաշվենք n-րդ անդամը։ Շատ լավ, եկեք անցնենք սրա իրականացմանը, ուրեմն այս մակրը ծրագրի աշխատանքի ընթացքում ստանում եմ a1-ը, որը հավասար է int input a1-ից բացի ստանալու եմ d-ն էլի հավասար է int input եւ d-ից բացի նաեւ ստանալու եմ n-ը նույնպես հավասար է int input։ Հիմա պետք է հաշվեմ n-րդ անդամը, այսինքն a-n-ը պետք է հաշվեմ, իսկ n-րդ անդամը դա հավասար է առաջին անդամ գումարած d-ն բազմապատկած n-1-ով։ Այս ինչ որ գրեցի, սա մեր բանաձևն է, որը այստեղ տրված է, տեսեք, n-րդ անդամն հավասար է առաջին անդամ գումարած d անգամ n-1-րդ անդամ։ Իսկ hem ինտերով աշխատում, որտեղ տեսեք, խնդիրն ասում է given three integers։ Integers նշանակում է ամբողջ տիպի թվերի մասին է խոսքը գնում։ Սա պահենք, արտածենք արդեն, print անենք a տակի գծիկ n-ը, կանք այստեղ։
Նույնիսկ եմ ասում, եթե դուք օրինակ այստեղ կոդը նոր եք գրում, դու ձեզ մոտ կարող save-ի ավտոմատ save չարվի։ Այսինքն այս x-ի փոխարեն լինի սպիտակ կոճակ։ Սպիտակ կոճակը որ անհետանա, նշանակում է ձեր աշխատանքը դուք պետք է save անեք, իսկ save անելու համար պետք է օգտվեք ստեղնաշավի control s անեք։ Հիմա սպասում է արժեքներն ունենք, եք տեսնենք ինչ արժեքներ 1, 2 եւ 51։ 1, 2, 51։ Այսօր տվեց 101։ Այն ինչ որ ուզում ենք ստանալ։ Այսքանը սրա հետ կապված, անցնենք եւս մի քանի խնդիր նայենք իրար հետ, ուրեմն 4-րդ խնդիրն այնց հետարքի։ Այստեղ ինչ ասում եմ, ասում եմ ստանում ես եռանիշ թիվ, դու պետք է եռանիշ թվի սիմվոլները ստանաս ու դրա բոլոր հնարավոր կոմբինացիաները ստանաս։ Տեսեք, օրինակ ABC-ն ստացանք, ABC, ACB, BAC, BCA, CAB եւ CAB եւ CBA։ Այսինքն բոլոր հնարավոր կոմբինացիաները մենք պետք է ստանանք։ Եկեք միասին փորձենք այս խնդիրները լուծել։ Սա եկեք մակրեմ, այս խնդիրը ոնց ենք լուծում։ Ուրեմն նամը հավասար է int input։ Ահա, այսպես կներմուծվի մեր եռանիշ թիվը։ Հիմա տեսեք, եռանիշ թվի եկեք սիմվոլները ստանամ։ Առաջին սիմվոլը դա հավասար է nam տոկոս 10։ Nam տոկոս 10-ով կստանամ վերջի սիմվոլը։ Օրինակ, եթե ես ներմուծել եմ, ասենց անենք, 1 2 3, 125 ներմուծել, այս դեպքում ես ստանալու եմ 3-ը։ Հաջորդի b-ն հավասար է nam ամբողջ մասով բաժանած 10, ամբողջ մասով բաժանած 10 նշանակում է 123-ից ես ստանալու եմ 12 եւ ստեղից է պետք է ինձ մնացորդը բաժանել 10-ի։ Այսպես։ Սա էլ հավասար է տալու է 2, չէ՞։ Որտեղ ամբողջ մասով բաժանել 10 նշանակում է 123-ից ստանալու եմ 12, 12% 10-ը նշանակում է 12-ը 10-ի վրա բաժանել ստացած մնացորդը, դա էլ տալիս է վերջի սիմվոլը 2։ Եվ ինձ պետք է մեկ էլ առաջին սիմվոլը sin-ը հավասար է nam-ը ամբողջ մասով բաժանած 100-ի։ Սա տալու է ինձ 1։ Շատ լավ։ Հիմա ABC-ն ունեմ։ Ինձ պետք է ես այդ դասավորությունը ունենամ, չէ՞։ Դրա համար ոնց եմ վարվում։ Եթե ես հիմա գրեմ print A B C, սա ոնց որ կարտացի։ Եկեք մի հատ աշխատացնենք այ տեսնենք։ 123։ Տեսեք 3 2 1 տվեց։ Դաժե այստեղ կամ separate-ը տամ հավասար է ոչ մի բան, այսինքն ինքը ստորակետի փոխարեն բացատները հանի, ոչ մի ավելորդ միջանկյալ սիմվոլ չտպի, այդ բացատասվածը հանի 456, տեսեք 654 տվեց, բայց իմ ուզածը սա չի է, սա միգուցե ստանում եմ 654, բայց սա 654-ը չի, սա 6, 5 եւ 4 թվերն են առանձին գրված։ Ես պետք է այդ 654-ը ստանամ եւ մնացած բոլոր թվերը գեներացնեմ։ Ոնց ենք դա իրականացնում, տեսեք։ Եթե ես ան բազմապատկեմ 100-ով, եթե i-ի մեջ օրինակ գրվել է 3, այստեղ կստանանք 300։ Այս արդյունքին գումարեմ b-ն բազմապատկած 10-ով, այսինքն b-ն եթե եղավ 2, բազմապատկին կստանանք 20։ Իսկ 300-ին գումարած 20, 320։ Եվ այս սրան էլ գումարեմ մի հատ էլ sin, կստանամ եռանիշ թիվ։ Այսինքն ես 3 հատ առանձին սիմվոլներից կազմեցի եռանիշ թիվ։ Հիմա եկեք սա copy անեմ։ Ինձ այսպիսի 6 հատ համադրություն է պետք։ 3, 4, 5 եւ մի հատ էլ 6։ Ու այստեղ պետքա տարերի տեղերը փոխեմ, տեսեք։ I-ով սկսվողները ABC, հետո կարա լինի ACB։ Շատ լավ, անցանք առաջ։ Այստեղ կարա սկսվի B-ով, BAC եւ կարա լինի BCA։ Եվ կարա սկսվի C-ով, CBA, կարա սկսվի C-ով, CAB։ Այսպես։ Սա ոնց որ բոլոր հնարավոր տարբերակները միասին գեներացրեցինք, եկեք աշխատացնեմ, ներմուծենք 123-ը, ու հա, տեսեք 221, 212, 231, 213, 123, 132։ Ոնց որ բոլոր հնարավոր 6 հնարավոր տարբերակները մենք այստեղ միասին գեներացրեցինք։ Կարևորը հետևյալն է, որ ոնց կարանք մենք թվի սիմվոլները առանձին ստանանք, տոկոսած եւ մնացորդով բաժանման եւ ամբողջ բաժանման միջոցով եւ ոնց կարանք այդ հատիկ միանիշ թվերից ստանանք եռանիշ կամ երկնիշ թիվ։ Սա հետ կապված անցնենք առաջ եւ դիտարկենք մեր վերջին խնդիրը, ուրեմն խնդիրն ասում է հետեւյալը. ստացվում է մուտքում ստանում ես n դրական թիվը, բնական integer-ն է, եւ քո խնդիրն է տպել հաջորդ զույգ թիվը, այսինքն եթե ներմուծվել է 4 տպես 6, ներմուծվել է 5 տպես էլի 6։
Այսինքն զույգի դեպքում հաջորդ զույգ ստանալու համար դու պետք է 2-ով ավելացնես, կենտի դեպքում հաջորդ զույգը ստանալու համար դու պետք է իրան 1-ով ավելացնես։ Եկեք հասկանանք ոնց կարող ենք։ Նախ եկեք այդ n-ը ստանանք մտքում, n-ը հավասար int input հայտարարեցի n անփոփոխական եւ int տիպի արժեք ենք մտքում ստանալու։ Հիմա ես պետք է այդ n-ի արժեքը ստանամ, դա ոնց կարամ իրականացնեմ։ Եթե n-ը զույգ է, պետք է 2-ով ավելացնեմ, չէ՞, այսինքն n-ը զույգ լինելու դեպքում ինչ պետք է, պետք է տպեմ n + 2-ը։ Իսկ եթե կենտա նշանակում է պետք է 1-ով ավելացնեմ։ Սա նույնն է, ոնց որ ես n-ին ավելացնեմ 2-ից հանած n տոկոս 2-ը։ Ինչ է սա նշանակում։ Տեսեք, եթե n-ը զույգ է, n տոկոս 2-ը տալու է 0, այսինքն n-ը 2-ի վրա բաժանված տալու է 0։ Հիմա եթե ես 2-ից հանեմ 0, ստանալու եմ 2, այսինքն այստեղ ինչ արվում, n-ին գումարելու է 2։ Հիմա հաջորդիվ, եթե n-ը կենտ է, n տոկոս 2-ը տալու է 1, 2-ից հանելու է 1, ստանալու ենք 1, n-ը ավելացնելու ենք 1-ով, n ինչ որ ես ուզում եի։ Հիմա ներմուծում եմ, ենթադրենք 8, ստանալու եմ 10, որովհետև 8 տոկոս 2-ը 0 է, 2-ից հանած 0-ը 2, 8-ին գումարած 2 տալիս է 10։ Հիմա սա նորից աշխատացնեմ, ներմուծենք 9, ելի ստացանք 10, խի 9 տոկոս 2-ը տալիս է 1, 2-ից հանած 1, 1, 9-ին էլ գումարած 1, ելի տալիս է 10։ Վերջ, այսքան այս թեմային նվիրված, հուսով եմ պարզ է եւ հասկանալի, հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Իսկ մենք հաջորդիվ կդիտարկենք ավելի հետաքրքիր խնդիրներ։ Լավ մնացեք, կհանդիպենք։